բավականին արդիական է։ Մեր հավաքվելու առիթը Կարեն Բեկարյանի հերթական աշխատանքի լուսնծայումն է, Հայացք վերլուծական կենտրոնը և պրոֆիլ մեդիան արդեն 3 տարի հրատարակում են Հայացք մատենաշարի ներքո Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգին վերաբերող տարբեր հիմնախնդիրներին վերաբերող աշխատություններ և այսօր մենք հավաքվել ենք աշխարհաքաղաքական գրավիտացիա վերնագիրը կրող գրքի լուսնծայման առթիվ, որը միանգամից ասեմ, այսպես ոնց են ասում, սփոյլեր անում, մեր նախավերջին արդեն խոշորացույց գրքի տրամաբանական շարունակությունն է։ Գիրքը, եթե խոշորացույցում անդրադարձ էր կատարել հեղինակը Հայաստանի անմիջական հարևանների հետ հարաբերություններին և օրակարգին, աշխարհաքաղաքական գրավիտացիա գրքում հիմնական անդրադարձը ուժային կենտրոնների գերտերությունների, եթե կարելի է այդպես ասել, ուժային կենտրոնների և նաև մոլորակի այլ ռեգիոնալ գրավիտացիոն կենտրոնների հետ Հայաստանի հարաբերություններին է առնչվում, ասեմ, որ որևէ մեկը չի կարդացել բացի հեղինակից և գրքի վրա աշխատած անձնակազմից գիրքը, որովհետև մենք տառացիորեն այսօր ենք այսպես լույս աշխարհ բերել, այնպես որ հուսամ այն ինչի մասին խոսենք շատ չի առնչվի գրքին։ Դուք առիթ կունենաք ծանոթանալու, ես չեմ ուզում շատ կենտրոնանալ դրա վրա, բայց մի կարևոր հանգամանք։ Գիրքը հրատարակվել է հերթական անգամ Լույս հիմնադրամի հետ համագործակցության շնորհիվ, ես ուզում եմ իմ խորին երախտագիտությունը հայտնեմ Լույս հիմնադրամին, պարոնավորությունը, չգիտեմ, եթե այստեղ պարոնավորությունը իսկապես շատ շնորհակալ ենք, դուք մեծագույն օժանդակություն եք ցուցաբերել թե Հայացք մատենաշարի և թե մեր մյուս գեոպոլիտիկա մատենաշարի առանձին գրքերի լուսնծայման գործում, հուսով ենք, որ մեր համագործակցությունը կշարունակվի։ Շատ կարճ շնորհակալություն եմ ուզում հայտնել բոլոր նրանց, ովքեր աշխատել են գրքի վրա և որպեսզի ժամանակը օպտիմալ տնօրինենք, ցանկանայի միանգամից անցնենք մեր այսօրվա քննարկման թեմային։ Արդեն ասացի, որ գրքի բովանդակությանը գրեթե ոչ ոք ծանոթ չի հեղինակից բացի և մենք փորձել ենք այս առիթը, շնորհանդեսի առիթը օգտագործել և խոսել աշխարհում ձևավորված միջավայրի մասին, հասկանալ ինչ միջավայրի գրավիտացիոն ինչ պայմանների ներքո պետք է Հայաստանը փորձի կառուցել իր արտաքին քաղաքական օրակարգը հիմքում ունենալով այն գոյաբանական խնդիրները, որոնց հուսով ենք մենք ունենք հասարակության ներսում կամ համաժողովրդական կոնսենսուս։ Եվ եթե դեմ չեք, ես կառաջարկեմ, որ ռեգիոնալ մոտեցումներով գնանք, քանի որ իմ ընկալմամբ աշխարհն այսօր բավականին անորոշ է և մեր իմացած կարգերը որպես այդպիսին այդքան էլ արդյունավետ չեն գործում և այդ առումով ամենաանկարգ տարածաշրջանը ցավոք սրտի դարել է մեծ Եվրասիան, այսպես ասենք։ Եթե նախկինում խոսում ենք Լիսաբոնից մինչև Վլադիվոստոկ կայունության մասին, այսօր Եվրոպայի ամենակենտրոնում թերևս մոլորակի ամենաթեժ կետերից մեկն է։ Պարոն Բեկարյան, քանի որ մեր գործընկերներից դեռ չեն հասցրել մոտենալ, միգուցե խնդրենք Եվրասիայի մասով այս անորոշության, հատկապես երբ որ օրորի մենք ակնկալում ենք բեկումնային զարգացումներ, խնդրեի միջավայրը ինչպիսին է մեզ անմիջապես հարևան ռեգիոնը։ Արմին ջան, պարոն Միասյան, շնորհակալություն շատ, նախ ուզում եմ բոլորիդ շատ շնորհակալություն հայտնել, որ գտել եք ժամանակ, ստեղծել եք հնարավորություն և այսօր այստեղ եք ու միասին ենք, սա շատ կարևոր է և իսկականից շատ մեծ շնորհակալություն բոլորին։ Ուրեմն տեսեք, միջոցառումը պլանավորելիս, այսօրվա միջոցառումը պլանավորելիս պատկերացնում էինք իր մեջ երկու բաժին, այսինքն քննարկումը և գրքին անդրադարձը։ Հիմա իրանք իրար հետ ճիշտ միահյուսվելու են,
Բայց այս պահին ես ոնց նաև պարոն Մինասյանի խոսքը փոխանցելուց հասկացա, ես հիմա գրքի չեմ խոսել, հետո գրքի հետ կապված երևի կանդրադառնանք, այսինքն Եվրասիական տարածաշրջան տեղի ունեցողը ինչպես է կարելի բնութագրել եւ այլն։ Տեսեք, ես փոքրիկ մի հատ գաղտնիք բացեմ, ուրեմն երբ որ մտածում էինք քննարկման վերնագիրը, այն ինչ դուք հիմա տեսնում եք փոփոխող աշխարհը եւ Հայաստանը, սա ուրեմն երկրորդ դիտարկող տարբերակն է, բայց դրա վրա կանգնեցինք, բայց առաջին դիտարկող տարբերակը ուրեմն այսպիսի անվանում ուներ փոփոխվող աշխարհ թե աշխարհակարգ։ Եվ ես կարծում եմ, որ միանգամից այս բանաձևը ցույց է տալիս, որ մենք այսօր գործ ունենք փոփոխությունների հետ, որոնք տրադիցիոն սովորական իրենց դինամիկայի մեջ փոփոխություններից շատ լուրջ էական տարբերություն ունեն, շատ լուրջ էական տարբերություն ունեն եւ փորձենք այդ էական տարբերության մի քանի բաղադրիչներին անդրադառնալ, հիմնականում ուրեմն ֆոկուսը պահելով Եվրասիական տարածաշրջանի վրա։ Եթե մի բառով, ուրեմն տարածաշրջանը կատաստրոֆիկ տոքսիկա դարձած վերջին տարիների ընթացքում։ Ուրեմն մասշտաբային պատերազմ երկրորդ համաշխարհայինից հետո իր նախադեպը չունեցած մասշտաբային պատերազմ, հումանիտար բավականին լուրջ աղետով, երկկողմանի զոհերի կատաստրոֆիկ լուրջ քանակով եւ բնականաբար սա չի կարող չանդրադառնալ ուրեմն այն ամենի վրա, ինչը տեղի ունենում թե գլոբալ աշխարհում, թե անմիջական հարևանությամբ ողջ Եվրասիական տարածաշրջանում, հա։ Ուրեմն այսքան ընթացող պատերազմը իր մեջ պարունակող ինչ-որ բանաձևեր, որոնք ինչ-որ մարդկանց, քաղաքական ուժերի, գործիչների, երկրների, պետությունների թվում էին առավել քան կայուն, ու բերենք դրանցից ամենապրակտիկ օրինակը, հա, որ Ուկրաինա պատերազմում է Ռուսաստանի դեմ, եւ ինքը այդ պատերազմի մեջ անընդհատ ունենալու է Միացյալ Նահանգների եւ Արևմտյան Եվրոպայի կամ Եվրոպական միության ուրեմն անմիջական աջակցությունը եւ օժանդակությունը, եւ սա որևէ կերպ հարցականի տակ դնել ցանկացողներ չկային, սրան այլ հնարավոր սցենարային դիտարկման մեջ դիտարկողներ չկային, այսինքն թվում էր սա ինչ-որ կոնստանտ է, որը պետք է պահվի, ուրիշ հարց, որ այդ կոնստանտի ներքո ինչ արդյունքի պիտի հասնես։ Ուրեմն պատահական չի, որ երկու ծայրահեղ մոտեցումներն էլ արկա էին դաշտում, խոսքից միայն մեդիա դաշտին չի վերաբերվում, նաեւ ակադեմիական շրջանակին, ուրեմն գործագիտական ընկերակցությանը եւ այլ, այսինքն ինչի մեջ ենք։ Ռուսաստանի տակտիկական կամ ստրատեգիական պարտության մատնելու արևմուտքի ցանկության ձևակերպումով փորձում տալ հենց այդ կողմի ձևակերպումը, հա, թե մինչև վերջին ուկրաինացի պատերազմը։ Այսինքն որ տրամաբանության կամ որ ընթացքի մեջ ենք։ Բայց նախորդ տարեվերջին տեղի ունեցած Ամերիկայի Միացյալ Նահանգների ընտրությունները, Թրամփի հաղթանակը այդ ընտրություններում եւ հռչակված քաղաքականությունը պարզվեց, որ կարող են ամբողջովին այդ հաստատությունը, կոնստանտը դնել հարցականի տակ։ Այսինքն Միացյալ Նահանգներ նոր քաղաքական ուղեգծով, որտեղ շատ հստակ դրվում է մի քանի հիմնական բանաձև։ Առաջինը ուշադրությունը դեպի սեփական երկիր, Ամերիկան ավելի Ամերիկայի համար, այսպիսի պայմանական անվանումով, ուրեմն սրա ներքո միանգամից արձանցյալ էֆեկտներ բազմաթիվ, որ դեպի աշխարհ ֆինանսական տարբեր ծախսերից սկսած կրճատվում է, աննպատակ կառավարություն է դիտարկվում, տարաբնույթ ուրեմն պետական գրասենյակներ են փակվում, իրենց աշխատանքը դադարեցնում եւ այլն եւ այլն եւ այլն, բայց սրանից բխող երկրորդ շատ էական հանգամանք է։ Իսկ ով ասեց, որ մենք պիտի Ուկրաինային անverջ ուրեմն թիկունքին լինենք եւ նրան օգնենք, օժանդակենք եւ այլն։ Սա էլ փաստորեն հաստատվում չի։ Սրան գումարվեց հաջորդ էլեմենտը շարունակության մեջ, որ իսկ ով ասեց, որ պիտի օգնենք ձրի առանց փոխհատուցման, եւ ընդհանրապես ով ասեց, որ մինչեւ հիմա օգնածնել պիտի հետ չվերադարձնենք։ Ուրեմն փոխակերպումը բերեց հասցրեց նրան, որ հիմա արդեն կան մտածողներ, վերլուծաբաններ, տարբեր շրջանակներից, որոնք պարզագույն հարցադրում են անում, հա, շատ պարզագույն հարցադրում։ Ուկրաինան օկուպացվում է ում կողմից։ Այսինքն, եթե հող եւ տարածք, նու պատերազմի մյուս կողմը Ռուսաստանի Դաշնությունը թվում է սլակները դրի գնացին ընդդեմ։ Բայց երբ որ մենք նայում ենք ինչն է դրվել բանակցային հիմքում Ամերիկա-ուկրաինական,
այսինքն ընդերքը, այդ ընդերքի հետ կապված տարբեր նյութերը, որոնք բավականին լուրջ գին ունեն այսօրվա աշխարհում, եւ պաստորեն ընդամենը մի քանի օր առաջ եղավ այդ գործարքը, որի տակ բազմաթիվ հարցականներ կան, բայց ես ասեմ, նույն Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը այդ գործարքը գնահատեց 350 միլիարդ։ Այսինքն չգիտելով այսօր, գիտելով նաև ապագան։ Հիմա ինչ Ուկրաինան ընդերքի զրկվում է, Ուկրաինան ընդերքը կիսվում է, Ուկրաինան ընդերքով փոխհատուցումն է տալիս իրեն, այսպես ասած, կամ իրական օժանդակության, սրանք դեռ հարցականներ են։ Մյուս կողմից ինտենսիվացված բանակցային գործընթաց Միացյալ Նահանգների միջնորդությամբ, բայց որտեղ այդ լավատեսությունից Թրամփի նախընտրական շրջանի կամաց ոչինչ չի մնում, ուրեմն ուրիշ խնդիր ոչ Խովսկի արժեքի խնդիր կա, որտեղ եթե հիշում եք նախընտրական շրջանում ասվում էր նախագահ դարձան 1 օրում եմ լուծելու այդ խաղաղության հարցը զինադատարը եւ այլն, հետո այդ 1 օրը դարձավ 1 շաբաթ, հետո այդ 1 շաբաթը դարձավ մի քանի ամիս, հիմա դրան գումարվեց 100 օրը ամենաճիշտն է, բայց այն ժամանակից հաշված չէ, որից պետք է հաշվարկի սկսել, բայց սա ցույց է տալիս, որ այդ լավատեսություն կոչվածը լուրջ անկում է տալիս։ Եվ եթե ինչ-որ մարդկանց թվում էր, որ համարվենք կերտերություն, այսինքն եւ եթե նախագահը իր ձեռքն է փորձում հավաքել այս process-ը, բնականաբար արդյունք կապահովի, արդյունքի գոյությունը շատ լուրջ կասկածի տակ է։ Եվ դրա համար սկսեց արդեն շատ արագ, շատ ինտենսիվ քննարկման առարկա դառնալ երկրորդ հնարավոր սցենարը։ Իսկ եթե մենք արդյունքի չենք հասնելու, Միացյալ Նահանգները դուրս կգա բանակցային գործընթացից։ Եթե ձեզ այդ խաղաղությունը պետք չի, կարող խաղաղությունը մեզ էլ պետք չլինի։ Եվ հետևաբար սրա մեջ կա միգուցե շանտաժի էլեմենտ, սրա մեջ կա սթափեցնելու կողմերին զգոնացնելու էլեմենտ, բայց սրա մեջ կա դեմքը պահելու էլեմենտ եւ սրա մեջ կա ամենակարևորը իրական քաղաքականություն։ Արդյունքս հասանելի է, ասում եմ, հասանելի չի։ Մեղավորները մի անգամ զբաղվում կան, հետ կքաշվեն կզբաղվեն ուրիշ հարցերով։ Հիմա մենք գործ ունենք այսպիսի իրողության հետ։ Եվ այս իրողության ներքո կան հարցեր, որոնք աշխարհի փոփոխության, ուղղակի աշխարհի փոփոխության բանաձևի մեջ շատ դժվար են տեղավորվում, շատ դժվար։ Ես ձեզ այդ բերեցի օրինակը Կոնստանտի վրա նույն Ուկրաինայի օժանդակության, այսինքն դուք պատկերացեք նույն ուկրաինական կողմը, երբ բոլոր քայլերը, գործողությունները, քաղաքական որոշումները նախորդող պատերազմին կյանքի էր կոչում, իրականացնում էր, հայտարարում էր եւ այլը, նա անգամ են ամենածանր երազում կպատկերացներ, որ մի օր Ամերիկայում կլինի վարչակարգ, որը կասի մոտավորապես դուք եղածի համար շնորհակալություն հայտնեք եւ այսուհետ մենք ձեր անվտանգությունը ապահովողը չենք, այլ ձեր։ Հիմա սա աշխարհի փոփոխությունն է, դա սովորական դինամիկան է, թե սա արդեն աշխարհակարգի փոփոխությունն է։ Եվ այս իրավիճակում, ինչի մասին խոսում ենք, շատ աննորմալ վիճակում է հայտնված Եվրոպան։ Ժամանակ առ ժամանակ ստեղծվում է տպավորություն, որ փորձում են վազել գնացքի հետևից, իրանք զարգացնում են իրանց հնարավոր ամենամեծ արագությունը, գնացքը իրանց զուգահեռ զարգացնում է իր ամենամեծ արագությունը, ու թվում է, որ այդ պլատֆորմի ավարտի վրա հիմա Եվրոպան գլխի վայր գնալու է դեպի գետ։ Որովհետև Եվրոպայի նկատմամբ մոտեցումը ամերիկյան, այո, անընդհատ տեղաշարժեր է տալիս, բայց ունի բանաձևեր, որոնք էլ եվրոպացիների համար անգամ ամենա, չգիտեմ, սարսափելի երազում հնարավոր չէ պատկերացնել։ Իսկ Միացյալ Նահանգները չի ուզում ապահովել ձեր անվտանգությունը։ Իսկ միգուցե դուք ինքներդ ապահովեք ձեր անվտանգությունը։ Իսկ միգուցե Միացյալ Նահանգները դուրս գա ՆԱՏՕ-ից։ Իսկ ընդհանրապես դուք հասկացել եք այսքան ժամանակ, որ դուք վայելում եք առանց դրա համար վճարելու։ Մի քանի հիմնական բանաձևեր են հիմա ներկայացնում, ուղղված անմիջականորեն եվրոպացիներին։ Եվ այստեղ խնդիրը չի նրանում կայանում, թե սա որքանով է արդար, որքանով է ճշմարիտ, որքանով է օբյեկտիվ, որքանով ոչ, խնդիրը լրիվ ուրիշ տեղ է, իրավիճակ է փոխվել։ Այսինքն նույն եվրոպացիները նման պատկերի չէին սպասում որևէ կերպ, իրենք այս պատկերը ստանում են, իրենք կանգնում են հարցի առաջ, որ հին մտածելակերպի նորմերը չեն գործում,
Այս քաղաքականությունը, եթե իր տակ ուներ բիզնես մտածելակերպ, բայց դա քողարկում էր դիվանագիտական տարբեր ձևակերպումների ներքո եւ միջազգային իրավունքի տարբեր գործիքների վերահղվելով, կարծես դրա ժամանակն է փոխվում, ամեն ինչը ասվում է շատ ուղիղ, առանց ընդհանրապես մտածելու, դա որևէ մեկի թիմքին այդքան էլ է հարիշ, թե ոչ այդքան։ Եվ Եվրոպան կանգնում է հարցի առաջ։ Առանցին ռազմականացնելու խնդիր ունի, առանցին սեփական զինված ուժեր ստեղծելու եւ զարգացնելու խնդիր ունի։ Բայց մի րոպե, եթե եկավ խնդիրը հասավ դրան, եվրոպական ներքին հակասությունները իջիկ են դարձել ի հաշիվ նրա, որ եղել են ընդհանուր նույն արիայի ներքո։ Իսկ եթե հանկարծ դա առանձնանում է, դառնում է միայն իրանց խնդիրը, արդյոք կա 100%-անոց վստահություն, որ այդտեղ փոխգործակցությունն ու փոխվստահությունը այն մակարդակի վրա են լինելու, որ նա կարողանա միասնական հայտ ներկայացնել։ Սա պատկերացնելու համար ուզում եմ ընդհանրապես ձեզ մի դրվագ հիշեցնել։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից եւ խաղաղության կրկումից ի վեր Գերմանիայի վրա կան բազմաթիվ սահմանափակումներ վերաբերող զինված ուժերի հնարավորությունների միջուկային չտարածման խնդրին Գերմանիայի նման պետությունը միջուկային տերություն չի ես հիշեցնում։ Եվ հիմա հարց, եթե Եվրոպան դուրս մնում է ամբողջ եվրոատլանտյան կոնտեքստից, եթե հանկարծ ինքը իր մեջ այդ նույն համախմբված վիճակը պաշտպանելու եւ պահպանելու հնարավորությունը ունի արդյոք եւ եթե այո, որքանով։ Տոքսիկ է դառնում Եվրասիական տարածաշրջանի մյուս հատվածները, որովհետեւ գնում է ազդեցությունների պայքար, եթե կուզեք գravitացիայի պայքար, այդ ազդեցությունների պայքարի ներքո կամաց ի հայտ են գալիս նոր զարգացող օջախներ, շատ քան մենք կանգնում ենք հարցի առաջ, որ կարող է ունենանք Պակիստան, Հնդկաստան, Բախում։ Մենք ականատեսն ենք նրա, որ Չինաստանը process-ի մեջ մտնում է ուղղակի, Չինաստանը process-ների մեջ մտնում է անուղղակի, բայց բոլորը տալիս են շատ հստակ ազդակը, որ միաբևեռությունը արդեն քննարկելի չի, եւ գումարած նրան, ինչը մինչ այդ թվում էր հաստատվում, շատ լուրջ վերանայման ենթակա է։ Եվ դրա համար ես փորձեմ հիմա խոսքը ավարտեմ, հետո ամփոփելու ժամանակ հարցեր պետք է անդրադառնալ, նորից գալիս է կանգնում է այդ բանաձևը, եւ որը ոչ թե բառերի խաղ է, գեղեցիկ կամ ոչ գեղեցիկ արտահայտում, փոխվող աշխարհ թե աշխարհակարգ, ուրեմն այս բանաձևը եւ դրանում ընկալելու, ըմբռնելու, հայացքը դրան համապատասխանեցնելու խնդիրը իր տակ պարունակում է, ինչպես կկառուցես քո սեփական իրական քաղաքականությունը, որպեսզի այս ամեն ինչը ոչ թե քո վրայով անցնի եւ քեզանից ավազահատիկները չմնան, այլ կարողանաս դիրքավորվել հնարավորինս այնպես, որ այս փոթորիկը, այս քամին, այս ցունամի ինչ կուզեք անուններեք, առնվազն քո պետության կամ պետականության լինելիության հետ չարժի։ Հայաստանը աշխարհի շատ երկրներ, Հարավային Կովկասը, Հայաստանը մասնավորապես այսօր այս խնդիրների առաջ շատ լուրջ կանգնած են։ Մենք այդտեղ ունենք դրան գումարվող մի քանի բացասական էլեմենտներ, որը մեզ դարձնում է մնացածներից համեմատությունից ավելի ծանր վիճակում, դրա մեջ առնվազն երկուսը ֆիքսեն, բայց այդ էլեմենտները կարելի է շարունակել, առաջինը պարտված վիճակ 44-օրյա պատերազմից հետո եւ մեջքը չուղղված վիճակ եւ երկրորդը գործող իշխանություն։ Հիմա այս ամենը հաշվի առնելով փորձել հասկանալ որոնք են այդ ճանապարհները, լուծումները, ընթացքը, այդ երևի արդեն հաջորդ բանախոսների հետ ունեցած քննարկումից հետո։ Շնորհակալություն շատ։ Շնորհակալություն պարոն Բեկարյան, նախ փորձենք դիագնոզել վիճակը, հետո նոր դեղատոմսերի մասին խոսենք։ Պարոն Բեկարյանը փաստորեն արձանագրեց, որ տոքսիկ միջավայր է թե Եվրոպայում, թե Հարավային Ասիայում, թե Արևելյան Ասիայում, բայց կա մի տարածաշրջան, որ այդ տոքսիկությունն ու անկայունությունը կարծես կոնստանտ լինեն, մերձավոր Արևելքը, եւ եթե խոսում ենք աշխարհի կամ աշխարհակարգի փոփոխությունից, շատ հետաքրքիր կրիտիկական զարգացման հետ գործ ունենք եւ պետություններից մեկը պարզապես պլանավորում է բռնի տեղահանում, ոչ թե անում են հետո փորձում արդարանալ, այլ այս գլխից փորձում են
պլանավորել եւ իրականացնել։ Սա իսկապես առնվազն երկրորդ համաշխարհային պատերազմին հաջորդած շրջանում միջազգային իրավակարգի մեջ բավականին լուրջ նոնսենս է։